ջան։ Բարդ ապտակ կամ թե ինչպես 11-ամյա երեխան խնդրեց, որ իրեն հարվածեն։ Կինոն կինո, բայց երեխայի հետ գործ ունեին։ Արմեն Ջիգարխանյանը նկարահանման հրապարակում սիրտ չի արել ձեռք բարձրացնել Գիգորին կերպավորող Ալբերտի վրա։ Հիշում է ֆիլմի արդեն 48-ամյա հերոսը։ Հենրիկ Մալյանը եկավ ինձ մի կողմ քաշեց, ասավ, որ դու գնա մի հատ իրան ասա, կարող է քո ասածը լսի, էլի։ Գնացի, ասեցի, որ խփի, մենակ այդ ժամանակ ատամս ցավեր, ասեցի, ես մի կողմը չխփես, այն մի կողմը կխփես։ Ապի։ Գեքոջ։ Ստյանից։ Հա։ Հայրենի դսեղից երբեք չի հեռացել։ Տանն տուն։ Մերը վրեն լացել։ Թեև ֆիլմն արդեն մոտ 4 տասնամյակ կյանք ունի, բայց գյուղում բոլորն իրեն շարունակում են Գիգոր ասել։ Անունը մոռացել են, փոխարենն ինքն իր դերից շատ քիչ բան է հիշում։ Ապի ոտքերս ցավում է, ապի ստեղել են հացը փողով առնեմ։ Հերիկ Մալյանը ամբողջ Հայաստանով շրջել ու Գիգորի դերի համար 7 թեկնածու էր ընտրել։ Բայց երբ Սով Սարգսյանի հետ հասել են դսեղ ու հանդիպել ամաչկոտ, պարզ աչքերով միամիտ լոռեցի տղային, ամեն ինչ իր տեղն է ընկել։ Այս վերջերս ապարզվել ես չեմ հիշում, ասում են ինչ որ հարցրել են որ դասարանում ես սովորել, ասել եմ մեր դասարանում։ Լսելով նրա բարբառով միամիտ խոսքն ասել են, սա է որ կա։ 80-ականներին Գիգորն էկրանավորվեց, բայց նախքան այդ, ինչպես Թումանյանական պատմվածքում, այնպես էլ Ալբերտենց տանը կռիվ է ընկել։ Այս անգամ տղայի պապը համաձայն չէր, որ գնա քաղաք։ Տանը նստած հացկերույթի ժամանակ կինոյի ամբողջ անձնակազմը իրար հետ հացտենք։ Մեկ էլ պապիկս տուն մտավ ու ասավ ով է իմ բալին խփել, լավ ոտի կանգնեք, Սով Սարգսյանը ընդեղից, պապի ես չեմ ելել, Ջիգարխանյանն է ելել։ Ալբերտը 2 դուստր ու 1 որդի ունի, դերասան չդարձավ, բայց ասում է թոռներին պատմելու շատ բան ունի։ Հասմիկ Առաքելյան, Վաչագան Պետրոսյան, լուրեր։